հնարավոր էր խուսափել պատերազմից, եթե Հայաստանում համաձայնեինք ուղղակի առանց կրակոցի հետ վերադարձնել 5-7 շրջաններ։ Այդ դեպքում Ռուսաստանը չէր կարողանա խաղապահներ այնտեղ դրա պայմաններից մեկը այն էր, որ մնացած մասում նախկին լղիմի հատվածում պիտի տեղակայվեն ռուս խաղապահներ։ Ռուսական պլանը դրա մասին էր։ Շուշին չէր մտնելու այդտեղ։ Այո, չէր մտնելու։ Շուշիի հարցն է։ Ես դուք ճիշտ եք ասում, եթե Շուշին չմտներել, միևնույնն է, եկեք հիշենք 2018 թվականից հետո արկա Հայաստանում, որ իշխանությունը կարողանար այդ ոգևորության պայմաններում հաղթած զգացողությամբ եւ որ 25 եւ ավելի տարիներով պայքարելով այսպես ասած իշխանության բռնազավթման համանական կարգի տապալման դեմ հանկարծ գալիս է իշխանություն Նիկոլ Փաշինյան եւ ասում է, գիտեք, որպեսի պատերազմ չլինի, պիտի հանձնենք 5 շրջաններ, դուք եւ ես ինչ եք կարծում այդ հասարակությունը ինչ էր պատասխանելու։ 16 թվականին մենք ունեինք դրա պատասխանը Սասնա-Ծռերի։ Այո, 16 թվականին Սասնա-Ծռերի պատասխանը ունեինք, որքան էլ հասարակությունը ինքը ահաբեկչությունը չէր ընդունում, այնուամենայնիվ, այո, հավաքվում էր խորենացիում, այնուամենայնիվ քաղաքական պահանջի մասով համաձայն էր օրակարգի հետ, որ չպետք է զիջվեն, հետեւաբար Լևոն Տեր-Պետրոսյանը եւ նաեւ այլոք շատ էր մեղադրում Նիկոլ Փաշինյան, թե ինչու ինքը 2018 թվականից հետո անմիջապես չանցավ հասարակությանը բացատրելուն, որ ճիշտը հողերը տալն է, բայց ես նույնիսկ եմ կրկնում, հողերը տալ այն էլ ոչինչի դիմաց, որովհետեւ այդպեսին էր ձևակերպում, հասկանում եք, որովհետեւ Արցախի կարգավիճակ չէր ֆիքսվում։ Գոնե այննացած ռուսական պլանը չի նախատեսել կարգավիճակի ամրագրում։ Միջանկյալ, չգիտեմ, ոչ միջանկյալ, այդպես չկա այդպիսի բաներ։ Եվ Հայաստանի պահանջը միշտ դա է եղել, այսինքն դուք վերանանք իշխանության մեջ գտնվող անձի անունից, ինքնությունից եւ հասկանանք, արդյոք կարող է իրավիճակն է։ Արդյոք կարող էր նա բացատրել այն հանրությանը, որը այսպես հաղթանակից արբեցած է, շատերի համար այս հասարակության մեջ հեղափոխությունը նաեւ նրա համար էր, որ Հայաստանը հրաժարվի պարտվողական քաղաքականությունից, Հայաստանը հրաժարվի Արցախի հողերը սակարկելու քաղաքականությունից, եկեք բարձր ու շիտակ նայենք եւ չկեղծենք, որովհետեւ մենք այդ հասարակության մեջ ապրել ենք եւ գիտենք ինչ էր մտածում մեր հասարակությունը, այո, եւ նաեւ ուզում էր, որ եթե անգամ փոխզիջումներ, ապա դրանք լինեն երկկողմանից։ Եվ դրա հետ մեկտեղ չունենալով դիվանագիտական եւ ռազմական բալանս, հա։ Ուզում եք այդպես եւ նաեւ այո, սրան կապտում է այո նա, որ այդ իրավիճակում մենք չունեինք ոչ մի դաշնակից պաշտպանության հարցում, հա։ Իսկ ինչու՞ չարվեց այդ անվտանգության խորհրդում մի քանի անգամ նշում եք, որ չենք դիմել Ինչու չենք դիմել։ Չգիտեմ, ինձ ԱԳՆ-ում եւ որ ասեցի, իսկ երբ ենք դիմելու, ասեցին, եթե այսպես շարունակվի, ապա չենք բացառում որ դիմենք, բայց այդպես է 44 օրվա ընթացքում, որտեղ ես նույնիսկ ինչ չթույլատրվեց իմ նամակները անձանրի ուղարկել, որովհետեւ ինձ ասեցին только через наш труп, այսինքն միայն ԱԳՆ-ի անունից, ես հանրային պաշտոնյա եմ, ես արդեն այդ ժամանակ ընդունում եի, որ վերջ, ես տեսնում եի Ալիևի քայլերը, բոլորը հոգնել էին այդ ստատուս քվոից, եկեք պարզ խոսենք, Ամերիկայի մեծանանքներն էր հոգնել ստատուս քվոից, Եվրոպան էր հոգնել ստատուս քվոից, Ռուսաստանն էլ ուզում էր հին ստատուս քվոն փոխարինել մեկ այլ ստատուս քվոյով, բայց այդ ստատուս քվոյում, նոր ստատուս քվոյում ամրագրել իր ինստիտուցիոնալ ներկայություն, ինչպես դա արել է Մերձդնեստրում, ինչպես դա արել է Այսինքն հետ գալիս են ռուսական ծրագրի իրականացման Հիմա գիտեք որն է, ես չեմ ուզում ասեմ, որ նա ավելի ուժեղ է, քան Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները։ Միանշանակ իր ազդեցության երյակի մեջ։ Միանշանակ։ Գիտեք, այնպես չի որ Միացյալ Նահանգներին կամ Ֆրանսիայի կամ Եվրոպային ասում են, որ նրանք Ռուսաստանի հետ դավադիր ինչ որ բան են արել։ Չէ, այդպես չի։ Կամ ավելի թույլ են, քան Ռուսաստանը։ Թույլ են, դա գաղտնիք չի, թույլ են եւ բայց նրանք էլ էին հոգնել այս 30-ամյա չլուծվող կոնֆլիկտից ու նրանք էլ էին ասում ստատուս քվոն պետք է փոխվի, այո, բայց նաև ասում էին ձեր ասածը ոչ ռազմական եղանակներով հակամարտությունը չունի բայց պատերազմը սկսվեց եւ
եւ որովհետեւ գիտեք հիշեք դա կոവിഡ്ի տարիներ, շատ լավ էր հաշվարկված ամեն ինչ, շատ լավ էր, անգամ Ադրբեջանում եւ Ռուսաստանում շատ լավ հաշվարկել էին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հոկտեմբերի ամսին նախագահող երկիրը գիտեք ով էր? Ռուսաստանը։ Ռուսաստանն էր ճիշտ։ Ամեն ինչ հաշվարկված է եղել, հիմա ես նույնիսկ որ ասում եմ ՄԱԿ պիտի դիմեինք, մտածում եք, որ անիմաստ Հա, դրա համար եմ ասում, ես հետ չեմ մտածում, ես միշտ ասում եմ մենք պիտի քայլարած լինեինք, թող Ռուսաստանը մերժեր, բայց համենայն դեպս ես հասկանում եմ, որ պատերազմը այնքան լավ է պլանավորված, հիմա վերադառնամ Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների դիրքորոշումներին, իհարկե ғալատ ունեն արած կներեք արտահայտությանս բառի համար, ոչ հայկական։ Իհարկե մեղք ունեն բոլորը գործած Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ։ Բայց եկեք նաեւ հիշենք մի բան, պատերազմից անջապես հետո Միացյալ Նահանգների դեսպանն էր Հայաստանում Լին Թրեսին, ով ամեն շաբաթ կամ ամեն ամիս հայտարարում էր հակամարտությունը չունի ռազմական լուծում, հակամարտությունը չունի, այսինքն հասկանում էր, որ կոնֆլիկտի լուծումը իրենք չեն ճանաչում։ Այս եղանակով իրեն անընդմեջ պատասխանում էր Ադրբեջանի արտգործնախարարությունը, որ ձեր գործը չի, մի միջամտեք մեր գործերին, դուք չէ որ պիտի ասեք, բառացիորեն այնպեսի շատ փոխհարաձգություն տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի եւ մամլոք հարտուղարի միջեւ, որ այժմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն է։ Հիմա բայց երբ դադարեցին այդ հայտարարությունները, գիտեք, դադարեցին շատ չասեմ մի երկու տարի հետո, եւ որ Արցախն էլ ինքը հարգելի գայան է, պիտի իր նշանները, ազդանշանները արտաքին աշխարհին ճիշտ տար, Արցախն էլ պիտի տար, այդ ճիշտ տալը, այ էլի վերադառնում ենք այն հարցին, ինչ դասեր ենք քաղել, ինչ հետևություններ են, հա, որտեվ Արցախում եւ որ չհասկացան պատերազմից հետո, որ ոչ միայն մինչև 20 թվականի սեպտեմբերի 28, այլ առավել ևս սեպտեմբերի 28-ից հետո աշխարհում չկա մի երկիր, որը ասած լիներ, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Հասկանում եք, այսինքն մենք անկախության հարցում որևէ դաշնակից չենք ունեցել։ Դա տարածքային հարց է, բայց իրավականով էլ է, ինչ է փորձում հայկական կողմը, իրավական Դե հիմա նույնիսկ եմ կրկնում Ղարաբաղյան դա դուր գա որևէ մեկին թե դուր չգա Հայաստանի վարած բոլոր բանակցությունները 92 թվականին ծեսկում եղել են հետևյալի մասին մենք Ադրբեջանից տարածքի պահանջ չունենք Արցախի խնդիրը դիտարկում ենք ընդամենը այնտեղ ապրող 100 եւ ավելի հազար ժողովրդի ինքնորոշման իրավունք եւ պատրաստ ենք այդ ինքնորոշման իրավունքը եւ այդ ժողովուրդը այդ իրավունքը կարող է իրականացնել, եթե Ադրբեջանի հետ համաձայնության կա։ Ամբողջ եղել է Նույն բանաձևն է, ինչ որ կներեք Ալիևն է առաջարկել։ Եթեական է, բադա եմ ասում, որ մենք հետ չենք նայել, ինչ ունենք բանակցություններում, ինչ այլանդակություններ են արել, ինչ մոտեցումներ են որդեգրել, ինչ սխալներ են թույլ տվել։ Հիմա իհարկե այդքանից հետո աշխարհի ոչ մի երկիր հարգելի գայան է բացահայտ ցույցել չէր տալու, որ ես ինչ է անում, որովհետև բոլորին մենք ասել ենք, այո, այդ տարածքները մերը չի։ Նրանք էլ ասում էին, ձերը չի, դե տվեք։ Դուք էլ եք ասում, չէ՞ որ ձերը չի։ Բառացիորեն դա էին ասում։ Դուք էլ եք ասել, չէ՞ որ ձերը չի։ Դրանք ենթակայեն մենք ասում ենք, դրանք կվերադարձնենք, եթե Ադրբեջանը համաձայնի, որ Լեռնային Ղարաբաղում հանրակվել լինի։ Հիմա այս ֆոնին ձեր ասած հարցը այնուամենայնիվ Ղարաբաղի իշխանությունները ցավոք չհասկացան եւ շարունակեցին նորից էլի պնդել Հայաստանի չհամաձայնել, ոչ մի ինքնավարություն չենք քննարկի, չենք համաձայնի, գնացեք Հայաստան, գնացեք բանակցեք, միայն եւ միայն անկախություն։ Այն դեպքում եւ որ նոյեմբերի 9-ին եկեք ճիշտ հասկանանք էլի, լուրջ բան էր փոխվել, որը էլի չուզեցինք նկատենք։ Մենք շարունակում ենք նոյեմբերի 9-ից հետո ասել Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է։ Չկա այդպիսի բան նոյեմբերի 9-ից հետո։
Մենք բոլորս համաձայնել ենք, որ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Նոյեմբերի 9-ին մենք ընդհանրապես փողն էինք տալի Արցախի։ Որտեղ էր երևում այդ Իսկ որտեղ խաղապահների։ ագրված եղել որ մենք երաշխավորն ենք, այդպեսի ակտել չունենք։ Բայց Ռուսաստանը ոնց է երևում, որ ասում եք Նոյեմբերի Ռուսաստանը։ 9-ի հայտարարությունը։ Որտեղ այդ խաղապահների մասով այդ այո, 2960 հոգի, Այո, իսկ դուք գիտեք, աշխարհի որևէ մի որոնք հետո հակամարտության վերջում պարզվեց, որ դիտորդներ էին զենք ու զրահով։ Բա Հակեգյանը ես դա այդ հարցն էի բարձրացնում։ Իսկ կարծեմ նույնիսկ մենք ձեր տաղավարում խոսել ենք սրա մասին։ Ես անդադ հարց էի տալի, ասում եի կարող եք ինձ բացատրել, աշխարհում այսպիսի հակամարտության գոտի չեմ տեսել, որտեղ խաղապահները տեղակայվեն հայկական եւ հայկական զինված ուժերի թիկունքում։ Ասենք քարտեզը նայում էիր, խելագարվում էիր։ Խաղապահները որպես կանոն լինում են կողմերի միջև։ Այո։ Ոչ թե կողմերից մեկի թիկունքում։ Իսկ դրանք մեր թիկունքում էին։ Եվ բացում էի Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրերը, քարտեզները նայում էի, ցնդում էի ուղղակի ասում էի, ես ինչ ենք անում։ Էս խի ենք անում։ Եվ որևէ մեկ այդ հարցը չբարձրացրեց, ընկերներ գնացեք զբաղացեք ձեր իրական տեղը։ Դա Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև միջանկյալ տարածքն է։ Գնացեք ձեր պալատկաները այնտեղ խփեք։ Գնացեք ձեր բազաները այնտեղ դրեք։ Ոչ թե եկեք թիկունքում բան արեք։ Մենք ոչ մի բան ճիշտ չենք արել։ Դրա համար եմ ասում, այսօր խոսել նրա մասին ինչ չափով ենք մենք դասեր քաղել եւ ճիշտ համակերպվել հետ պատերազմյա իրականության հետ, իմ մոտ խոր կասկածներ է դեռևս հարուցում։